Լորին զբոսաշրջիկների համար բացահայտելու նոր հնարավորություն են ստանում ապագա զբոսավարները։ Զբոսավարություն սկսնակների համար կրթական ծրագիրն իրականացնում է Լոռու տարածաշրջանի զբոսաշրջության կառավարման գրասենյակ ՀԿ-ն ֆրանսիական բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ։ Ծրագիրը համադրում է տեսական գիտելիքն ու գործնական փորձը, հնարավորություն տալով մասնակիցներին ոչ միայն սովորել, այլև տեղում ճանաչել մարզի զբոսաշրջային ներուժը։ Մեր դիտարկումների արդյունքում պարզ դարձավ, որ ոչ միայն տեղահանվածները, նաև տեղացի կանայք խնդիր ունեն ինտեգրվելու հայ աշխատաշուկայում եւ դա ոչ միայն պայմանավորված էր մասնագիտական գիտելիքներով, այլ ծրագրային տարբերություններով եւ այլն, եւ բարձ դարձավ, որ կարիք կա մասնագիտական դասընթացների։ Այդ նպատակով մենք դիմեցինք ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը եւ ներկայացրեցինք ծրագիր, որը բաղկացած է 3 ճյուղից։ Առաջինը SMM եւ թվային գրագիտություն, հաշվապահություն եւ զբոսավարության հիմունքներ։ Մասնավորապես զբոսավարության հետ կապված կարող եմ նշել, որ այդ մասնակիցներն ունեն բոնուս իրենց համար ֆրանսերենի դասընթացներ են նախատեսված 18 ամսով եւ անվճար դասընթացներ իհարկե, որի արդյունքում իրենք կդառնան ոչ միայն զբոսավարներ, այլ ֆրանսախոս զբոսավարներ, որի կարիքը մարզը իսկապես ունի, որովհետեւ գործող ֆրանսախոս զբոսավար չունենք։ Սկսել ենք ամենասկզբից բազային գիտելիքներ փոխանցելուց մինչև ամենաբարձր, ամենախրթին անկյունները զբոսավար մասնագիտության։ Անչափ կարևոր է տեղացի զբոսավարների լինելը, հասանելիությունը Լոռու մարզում, որովհետև մենք իրական խնդիր ունենք այս առումով եւ շատ ուրախ ենք, որ հենց կանայք եւ երիտասարդ աղջիկներն են ներգրավված process-ում եւ տեղացու աչքերով կարող են ներկայացնել Լոռին մեր հյուրերին։ 6 ամսյա դասընթացի մասնակիցներն ուսումնասիրել են հայոց պատմություն, զբոսավարության հիմունքներ, տուրփաթեթների մշակում, նաև արհեստական բանականության կիրառումը ոլորտում, ճանաչողական այցելությունների եւ արշավների ընթացքում ապագա զբոսավարները գործնականում սովորում են աշխատել խմբերի հետ, ներկայացնել զբոսաշրջային երթուղիները։ Շատ նրբություններ ենք ուսումնասիրել եւ արդեն գործնական մասում այդ ամենը կիրառելու հնարավորություն ենք ունեցել։ Դասընթացները ավարտելուց հետո կարծում եմ սկզբում կամավոր կերպով կարողանամ տուրեր անցկացնել, որպեսզի մարդկանց, այսպես ասած, ցույց տամ, որ ես կարողանում եմ տուրեր անել, հենց Վանաձորում եւ Լոռու մարզում, իսկ հետագայում պլաններում կա, որ կարողանամ ինքս իմ տուրիստական կենտրոնը ունենամ, որտեղ ես կարողանամ տուրեր անցկացնել, ինչպես նաեւ այլ գիդեր ունենամ։ Այստեղ յուրաքանչյուրս պարտավոր ենք մեր ստացած գիտելիքները ծառայեցնել զբոսաշրջության զարգացմանը եւ ինչու ոչ ներգնա եւ արտագնա տուրեր կազմակերպել եւ ոչ միայն Լոռին, նաեւ ամբողջ Հայաստանը աշխարհին հայտնի դարձնել։ Ծրագրի հաջորդ փուլում մասնակիցներն արդեն ինքնուրույն կմշակեն եւ կիրականացնեն զբոսաշրջային տուրեր ու արշավներ, առաջին անգամ ստանձնելով ամբողջ կազմակերպչական գործընթացը գաղափարից մինչեւ իրականացում։ Ծրագիրը արդեն իսկ իր պտուղները տալիս է անձամբ ինձ համար վերջերս Hiking Fest 2026-ում Լոռի DMO-ի կողմից ընտրված առաջնորդներից մեկն էի եւ կարծում եմ դա ինձ համար իսկական պրակտիկ աշխատանք էր կիրառելու արդեն իսկ ձեռք բերած միջմարտկային եւ ինչու՞ չէ նաեւ լեզվական հմտություններս։ Անձամբ ես ցանկանում եմ խորանալ ագրոտուրիզմի մեջ, քանի որ ունենք հոյակապ գյուղական համայնքներ, որոնք արժանի են դիտարկման եւ ուշադրության։ Կազմակերպիչների համոզմամբ նման ծրագրերը նպաստում են կանանց մասնագիտական առաջընթացին, նաև Լոռու զբոսաշրջության կայուն զարգացմանը։ Սերինե Սերոբյան, լուրերի համար։